152 միլիոն եվրո։ Ուղիղ այդքան գումար Գերմանիայի կառավարությունը կհատկացնի Հայաստանին որպես աջակցություն։ Եթե սա կատարյալ ստախոսների, զեղծարարների, մանիպուլատորների իշխանություն չլիներ, կարելի էր հավատալ ֆեյք հանրապետական, հիմա արդեն ԿՊԱ-ական Գևորգին եւ ասել պետության համար տեսեք ինչ միջոցներ են բերում։ Իսկ իրականությունն այն է, որ այս ամենը պարտք է քաղաքացիների վզին։ Ինձ չեք հավատում, ֆեյք հանրապետական Գևորգին լսեք։ Իսկ ահա 134 միլիոնը շատ ցածր տոկոսադրույքով, 0-ից մի փոքր բարձր տոկոսադրույքով վարկային միջոցներ են։ Սրանց օրոք պետական պարտքը արդեն 13 միլիարդ անցել է, այսինքն Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի, անգամ հենց այս պահին, հենց այս րոպեին ծնված քաղաքացին ծնվում է ավելի քան $4000 պարտքով։ Եվ սրանք նոր բերված պարտքը քաղաքացիներին ներկայացնում որպես երկնային մանանա, որպես ձեռքբերում։ Իսկ ինչի համար են այս գումարները բերվում, կմանրամասնի Գևորգը։ Այդ ամբողջ գումարը ուղղելու ենք Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը։ Կարծում եմ ավելորդ է ասել, որ այս գումարները զգալի մասով ծառայելու են ԿՊԱ-ականներին, նրանց հարազատներին, ընկերներին, ծանոթներին, նրանց բիզնեսները առաջ տանելու։ Այս ընթացքում բազմաթիվ հետաքննական հոդվածներ են հրապարակվել, որոնք ցույց են տվել, թե ինչպես են պետական միջոցները հայտնվում ԿՊԱ-ականների, նրանց հարազատների, նրանց ընկերների եւ ծանոթների բիզնեսներում եւ ինչպես են պետական միջոցները օգնում, որպեսզի նրանց բիզնեսները առաջ գնան։ Այնպես որ պետք չէ հավատալ ֆեյք հանրապետական ներկայումս ԿՊԱ-ական Գևորգին եւ կարծել, թե նրանք մեծ բան են արել։ Նրանց արածը իրականում պետական պարտքի ավելացումն է, որը իրենցից հետո յուրաքանչյուրս պարտավոր ենք լինելու աշխատել ու փակել։